մենք պահանջում ենք, որպեսզի ստեղծվի հանձնաժողով Նայիրիտ գործարանի հետ կապված, հիմնական պահանջներն են Պարզաբանում Նայիրիտի ներկայիս վիճակի հետ կապված, երկրորդ կարևոր հարցը, ինչու է Նայիրիտը հասել այս վիճակին եւ ովքեր են մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, երրորդ կետը մարտիկ 15 ամիս աշխատավարձ չեն ստացել, այդ աշխատավարձները, որ կուտակվել են, պետք է մարվի։ Դա արդեն տևում է 4 տարի, հասկանում եք 4 օրներ, 4 ժամներ, մենք մեզ թույլ չենք տա նման նվաստացման։ Թոշակառով եմ, Զգիրովի զավոդից, 7-րդ կարգի աշխատամ, 15 ամիս է թոշակ չեն տալի։ Պահանջում ենք հստակեցում գործարանի աշխատելու չաշխատելու հարցը ու մնացած ամիսների աշխատավարձը։ Անորոշ վիճակում ենք, չգիտենք աշխատելու է, չի աշխատելու։ 2/3-ով տանստած պարապուրդի մեջ ենք։ Մարդիկ կան, որ համարձակություն ունեն, ի պատիվ նայիրիցիների, նրանք այսօր այստեղ են գտնվում, որտեղ սկզբից մեզ ասած ինֆորմացիայի համաձայն փորձում էին խոչընդոտել, չէին թույլ տալիս, որպեսզի աշխատակիցները դուրս գան, իսկ բացի այդ մենք բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել, թե նայիրիցիների ցույցերը ինչքան բազմամարդ են լինում։ Ամեն անգամ փափուկ վարձ են դնում մեր գլխի տակ, ասում են քննարկում, ես այդ քննարկումը չտեսա, փաստենա մենք հիմա անգործան ենք մատնված ու սովիկ։ Դուք ոնց եք համարում ձեզ 4 տարի անմիջը խափեմ գնատուն լավ կլինի, վաղը լավ կլինի, մի շաբաթից լավ կլինի ու տենց անց մեջ, հետո պահանջենք մենք նորմալ աշխատանք մեզ։ Նայիրիտը որ աշխատի, վերջ։ Եկել նորմալ աշխատավար։ Հնարավոր է որ Ռոսնեֆտի հետ կապված այդ իրենց պարզաբանումը սուտ է, որովհետև 4 տարի է տարբեր ընկերությունների հետ կապված տարբեր պարզաբանումներ են տալի։ Մենք չենք հավատում, որովհետև կառավարությունը հրապարակային բազմիցս ստել է։ Մենք սուտասաներին չենք հավատում։ Ոչ մեկս չենք հավատում, որ ինչ-որ մի բան կլի։ Լավ բան, կաուչուկի աշխատողների համար չկա։ Ես կուզել էի, որ այսօր դրությամբ ասեին վաղվանից էլ եկեք այդ ձեր առաջվա գործարանը, որ աշխատում էր, եկեք աշխատեք։ 80-90% կոնտինենտը այն տարիքի է, որ հիմա եթե գործարանը չաշխատի, այդ մարդիկ որտեղ պետք է աշխատանք գտնեն։ Իրանց տարիքի համեմատ իրանց ոչ միտեղ բացարձակապես։ Սով են մատնվելու, չէ՞։ Եթե պատրաստի գործարանը կա այսօր դրությամբ, ինչ են ասում 3 տարուց հետո թազա կաուչուկի գործարան սարքենք, որպեսզի ինչ։ Լավ մասնագետներ ունենք, այդ մասնագետներին մենք 3 տարուց հետո որտից բերենք, որ թազա գործարան աշխատացնեն։ Ես պահանջում եմ 4 տարի առաջ եկած Մերկոնյանին դատի տալ։ Որը զավոդը այս վիճակում Մերկոնյանը հասցրել։ Այդ տեսակ ռազմական ստրատեգիական նշանակություն ունեցող գործարանը փակելը դա ամենակիչը թշնամություն, դավաճանություն է երկրի ու ժողովրդի հանդեպ։